Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է։ Ողջույն, դուք դիտում եք «Հավատքի ուժը» հաղորդաշարը։ Այսօր ես կպատմեմ ձեզ այն մասին, թե ինչպես հավատքը կարող է փոխել մեր կյանքի իրողություններն ու բժշկել մեր ֆիզիկական տկարությունները։ Եկեղեցու պատմության մեծագույն քարոզիչներից Չարլզ Սպերջենի կյանքը լի է եղել փորձություններով, բայց նա միշտ հավատարիմ է մնացել իր հավատքին։ Մի անգամ իր ծառայության սկզբում Լոնդոնում Սպերջենը հիվանդանում է, նրա առողջությունը գնալով ավելի է վատանում, իսկ մարմինը օր-օրի թուլանում։ Չնայած այս ամենին, նա շարունակում է ծառայել մարդկանց և քարոզել Աստծո խոսքը։ Թուլության պահերին նա հասկանում էր, որ իր հավատքն է, որ օգնում է և զորացնում իրեն։ Իր քարոզներից մեկի ժամանակ նա ասում է. «Աստված չի թողնի մեզ դժվար ժամանակներում»։ Եվ այդ նույն պահին նա առանձնահատուկ զորություն է զգում այդ բառերի մեջ և նա որոշում է, որ պետք է աղոթի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բժշկության կարիք։ Հույսով և աղոթքներով լի ծառայությունից հետո նա շարունակում է ստանալ բազմաթիվ նամակներ օգնության, աղոթքի, խնդրվածքներով։ Դրանց մեջ ամենահուզիչը մի նամակ էր, որտեղ խնդրում էին, որ նա աղոթի հենց իր առողջության համար, և սա շատ է քաջալերում Սպերջենին և բարձրացնում նրա հավատքը։ Հաջորդ առավոտյան աղոթքից կարճ ժամանակ անց նա զգում է, որ հիվանդությունը նահանջում է և ուժերը վերականգնվում են։ Նա կատարյալ բժշկվում է իր հավատքի և եկեղեցու միաբան աղոթքի շնորհիվ։ Այսպիսով Սպերջենը դառնում է կենդանի վկայություն այն բանի, որ հավատքը ոչ միայն փոխակերպում է մեր սրտերը, այլ նաև մեր մարմինները, բերելով բժշկություն և նոր կյանք։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր կյանքում հավատքի այս զորությունը, որն օգնում է հաղթահարել կյանքի յուրաքանչյուր փորձություն։ Միշտ հիշեք, զարմանալի և գերբնական բաներ են կատարվում, երբ մենք հավատում ենք։